Մանեն հավատաց իմ իրական սիրուն ու մենք ունեցանք այս սիրուն ընտանիք։ Մեր սերը իրապես երկուսիս էլ հրկեց։ Համարձակություն է ենթադրում, որպեսզի 35 տարեկան մարդը մոտենա 18 տարեկան աղջկան։ Կար, միանշանակ կար այդ մտավախությունը, որ ես երեխայի եմ ամեն դեպքում հանդիպել։ Հետ ծննդաբերական դեպրեսիայի ժամանակ ես շատ ունեի աջակցության կարիք, ինձ չէին ընկալում այդ ժամանակ, բայց կրկին շնորհակալ եմ Կարենին։ Ինչ ընտրեի, ասեի օրինակ, այս պահին սա ինձ կօգնի, ինքը միշտ ասում էր, հա։ Տղամարդկանց համար անհասկանալի է լինում, թե ինչա կատարվում կնոջ հետ։ Մտածում են, լավ, երեխա է ունեցել, պիտի երջանիկ լինի, ինչն է խնդիրը։ Յուրաքանչյուր բան, այն ինչը որ չեմ հասկանում, ես փորձում եմ դրա միջով մի հատ անցնեմ, որպեսզի ես այտենց հասկանամ։ Ինչ որ մի պահի ես ասացի, մի օր ես մնամ երեխում։ Հասկացա, որ բավականին մեծ բարդ վիճակ է մի ամբողջական օր անցկացնել երեխայի հետ։ Ֆիզիկական դժվարությունից բարդ բան է, որ պիտի կարողանաս հաղթահարել։ Այս պահին սառեցրել եմ, որ ինքս ինձ երևի չտանջեմ։ Որ երազ եմ, որովհետև երազել եմ անվճար է։ Ես հավատում եմ, որ երազանքները իրականանալու հատկություն ունեն։ Հասկացաք, թե այս պահին Կարենը մտածում է, որ Մանեն կփոխվի, Մանեն մտածում է, որ Կարենը կփոխվի։ Ավելի շատ ով է հարմարվում։ Կարենը։ Իսկապես, մեր նախորդ հարցազրույցը շատ սկանդալային դարձավ։ Ախր այնքան հետաքրքիր է, որ մեր հարաբերություններում ավելի կտրուկ, ավելի չոր, ավելի դաժան ես եմ։ Ես իմ բալիկին պաշտում եմ, դուք էլ փորձեք ձեր բալիկներին պաշտել։